Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությունը, որը երրորդյա այցով Հայաստանում է ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։ Վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Պատվիրակության անդամները նաև շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում։ Եղևնիների պուրակում երկու կառույցների ղեկավարները միասին եղևնի են տնկել որպես Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների միջև շարունակական համագործակցության և բարեկամության խորհրդանիշ։ Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։ Մենք լավ զրույց ունեցանք առևտրի, տեխնիկական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի շուրջ։ Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանային և գլոբալ գործընթացների շուրջ։ Ես հույս ունեմ, որ Սինգապուրի և Վրաստանի միջև հարաբերությունները հնարավորինս արագ կխորանան։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին էլ հայտնել է, որ Սինգապուր այցի շրջանակներում վրացական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական և միջազգային առաջատար ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նրանց են ներկայացվել Վրաստանում ներդրումային ներուժն ու հնարավորությունները։ Նախարարի խոսքով առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել Անակլիա խորջրյա նավահանգստի նախագիծը։ Սինգապուրի առևտրի նախարարի հետ հանդիպման ժամանակ էլ հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերին։ Առանձին քննարկվել է Սինգապուր-վրացական գինու արտահանման զգալի ներուժը, ասել է Կվրիվիշվիլին։ Վրաստանի փոխվարչապետ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիի և ռազմական կցորդ գնդապետ Իլհան Օքթենդուրալի հետ։ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները։ Չիկովանին հյուրերին հաջողություն է մաղթել Վրաստանում հետագա դիվանագիտական գործունեության մեջ։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն Անկարայում բանակցություններ է վարել Սիրիայի մաքսային և սահմանային կետերի վարչության ղեկավար Ահմեդ Բադավիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության զարգացման և միջսահմանային առևտրի դյուրացմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Անկարան և Դամասկոսը հաստատել են առևտրաշրջանառությունը մինչև $10 միլիարդ հասցնելու մտադրությունը։ 2025 թվականին այն կազմել է $3.7 միլիարդ։ Քննարկվել են նաև մաքսատուրքերի վերանայումը, համատեղ մաքսային կոմիտեի աշխատանքի արագացումը և սահմանային անցակետերում համագործակցության ընդլայնումը։ Կողմերը մտադիր են նաև արդիականացնել գործող 6 սահմանային անցակետերը։ Բացի այդ, երկրները պայմանավորվել են մինչև 2026 թվականի վերջը բացել նոր մաքսային անցակետ։ Արդեն 12 օր է շարունակվում են ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա հսկողության կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության Մերձավոր Արևելքում է գտնվում ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող։ Իրանն իր հերթին հարվածել է Հորդանանում և Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտների։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում ենթակառուցվածքներին ուղղված ցանկացած հարված, կբախվի վճռական պատասխանի։ Նրա խոսքով այն երկրները, որոնք նպաստում են նման ագրեսիային, կհամարվեն օրինական թիրախ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային էլ արձագանքելով Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված ԱՄՆ-ի սպառնալիքներին, նշել է, որ դա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։
Հորմուզի նեղուցում իրանական ականի վրա լցանավ է պայթել։ Նավթով բեռնված 3 լցանավերը փորձել են ականապատ երթուղով անցնել Հորմուզի նեղուցից հարավ, սակայն պայթյունից եւ դրանցից մեկում ուժեղ հրդեհից հետո մյուս 2 նավերը հետ են շրջվել, ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Իրանը սպառնում է շարունակել Հորմուզի նեղուցի արգելափակումը, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում։ ԻՀՊԿ-ն նաեւ նախազգուշացրել է մյուս նավերին նեղուցով չանցնել առանց Իրանի համաձայնության։ Հայտնի է, որ եւս 3 նավթատար լցանավի ԻՀՊԿ-ն թույլ չի տվել անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե տարածաշրջանում Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի։ Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցում անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամեն անգամ, երբ Իրանը հարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին, ամերիկյան ուժերը հարվածելու են իրանական ենթակառուցվածքներին, կամուրջներին եւ էլեկտրակայաններին, այդ թվում Թեհրանում կամ մայրաքաղաքի հարևանությամբ։ Իրանի պահանջները վերահսկել Հորմուզի նեղուցով անցումը եւ դրա համար վճարներ գանձելը սպառնում են համաշխարհային տնտեսությանը եւ նավարկության ազատության սկզբունքներին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոյի խոսքով դա կստեղծի վտանգավոր նախադեպ, որը կարող է կրկնվել աշխարհի այլ հատվածներում։ Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ, կապված Կարմիր ծովում ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավերի վրա Եմենի հութիների հարձակվելու սպառնալիքների հետ։ Ռուբիոն նշել է, որ տարածաշրջանում այդ խնդրի կենտրոնում եւս Իրանն է եւ հենց Թեհրանն է խաղաղության հիմնական խախտողը։ Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ողջ դիվանագիտական անձնակազմը։ Foreign Office-ից նշել են, պատճառը տարածաշրջանային լարվածության եւ անվտանգության իրավիճակի մասին թարմ տեղեկատվության ստացումն է։ Բրիտանական The Sun թերթի տվյալով ավելի վաղ Միացյալ Թագավորության կառավարությունը տարհանել էր նաեւ դեսպանին եւ հյուպատոսական անձնակազմը, եւ այդ ժամանակից ի վեր նրանք դիվանագիտական գործունեությունը իրականացնում են հեռավար ձևաչափով։ Միևնույն ժամանակ իշխանությունները Բրիտանիայի քաղաքացիներին հորդորել են խուսափել Իրան ուղևորություններից։ Ռուսական նավթի արտահանմանն աջակցելու եւ Եվրամիության պատժամիջոցները շրջանցելու կասկածանքով մի շարք ադրբեջանական ընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումները չեղարկվել են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։ Նրա խոսքով Կիևը մշտական կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ եւ ակնկալում է, որ ընկերությունները կշարունակեն պահպանել գործող միջազգային սահմանափակումների պահանջները։ Դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին համագործակցության եւ հարցի կարգավորման գործընթացում ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պատժամիջոցների քաղաքականության հարցերով լիազոր Վլադիսլավ Վլասյուկը հայտնել էր, որ Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր տարբեր երկրների, այդ թվում Ադրբեջանի տասնյակ ընկերությունների։ Եվրամիության գնահատմամբ դրանք կարող էին ներգրավված լինել ռուսական նավթի արտահանման գործընթացում, նպաստելով եվրոպական սահմանափակումների շրջանցմանը։ Սլովակիայի ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ռոման Կոնեչնիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջան։ Այցի շրջանակներում հյուրերը հանդիպել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ գեներալ-գնդապետ Ալի Նագիևի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություններ կայացնող մի շարք արդիական հարցեր։ Հանդիպման արդյունքում անվտանգության ոլորտում երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով ստորագրվել է գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։